որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը Արդար Հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար Հայեմ կայքի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հաղորդումը ինչպես միշտ վարում ենք մենք հայոց աշխարհաժողով շարժման անդամներ, ես Արմեն Ներսիսյանս եւ Էդգար Մակարյանը։ Ողջույն պարոն Մակարյան։ Սկսենք մենք այսօրվա հաղորդումը, սկսենք այն կետից, որը անցյալ հաղորդման ժամանակ մենք կանգ առանք, իսկ կանգ առանք արտարապետության գաղափարի վրա։ Այսինքն ներկա իրականությունից, այս անարժեքության անհատակ անդունդից, կարծես հատակ չկա, չենք ասում, դուրս գալու միակ ելքը մենք բանաձևեցինք արտարապետության։ Շեշտելով երկու կարևոր հանգամանք։ Արտարապետությունը դա գեղեցիկ բառ չէ, ինքը կոնկրետ պետական հասարակական համակարգի մասին ենք խոսում եւ դրան հնարավոր է հասնել ինքնամակրման միջոցով դեպի ասված ճշմարտության փնտրտուքի միջոցով։ Հիմա փորձենք ավելի կենտրոնանալ, ինչ է իրենից ներկայացնում մեր պատկերացրած, մեր առաջարկած լուծումը։ Ի տարբերություն այսօրվա, այսպես ասենք, անարժեքությունը մարմնավորողների կողմից առաջարկվող բանաձևի 4-րդ հանրապետության, որը բազմիցս շեշտել ենք ու շեշտելու ենք, որ դա Արևմտյան Ադրբեջան պրոյեկտն է, բոլորը պետք է հասկանան, եւ վերադարձանցյալ 3-րդ հանրապետության։ Մի հատ կարևոր շեշտադրում ուզում ենք հատուկ կատարել, որ երբ որ ասում ենք արտարապետություն, դա 3-րդ հանրապետության կերպափոխումն է, որովհետև 3-րդ հանրապետությունը այնուամենայնիվ մեր քաղաքակրթական ժառանգության մարմնավորումն է։ Ունեցանք սխալ ընթացք եկանք հանգրվանին, հասկանալի է, բայց մենք այդ կերպափոխման արդյունքում ենք գնալու, այսինքն 3-րդ հանրապետությունից կերպափոխում արտարապետության։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է ասած արտարապետությունը եւ որպես համակարգ, հասարակական համակարգ, իսկ համակարգը կառուցվում է սովորաբար 3 սուբստանտների վրա։ Դա ինֆորմացիան է, տեղեկությունը, ինչպիսին պետք է լինի համակարգը, դա էներգիան է, որպեսզի այդ ինֆորմացիան կառավարվի եւ արդյունքը կոնկրետ։ Այստեղ մենք 3 հասարակական համակարգերի համար այդ սուբստանտները հետեւյալ կերպ են արտահայտվում. մշակութայնացումը, ինչպիսին պետք է լինի արտարապետությունը, կառավարման համակարգը, ինչպիսին պետք է լինի եւ կոնկրետ տնտեսվարման արդյունքը, այսինքն հասարակական հարաբերությունները։ Մենք 3 բանաձև ենք դնում հստակ։ Մշակութային համար դա հոգեվոր էակի կենսակաղապարն է, սա պետք է բացվի։ Երկրորդը կառավարման համակարգը, դա նոր կառավարման համակարգն է, որը անվանում ենք աշխարհաժողովային կառավարում, սա էլ պետք է բացվի, ամբողջությամբ փոխում է ներկա կառավարման համակարգը եւ տնտեսվարումը նոր հայրենատիրական տնտեսվարման մասին ենք խոսում, բոլորովին նոր տնտեսական հարաբերությունների մասին, որը լինելու է ապագայում։ Իսկ քանի որ մենք շեշտեցինք այս արտարությունը, դա մարկային արտարությանը չի վերաբերում, աստվածային արտարության մասին է խոսքը, 3 սուբստանտներն է պետք է կառուցվի աստվածային արտարության հիմքով։ Սկսենք սրանից, հետո շերտերը կբացենք եւ հոգեվոր էակի, եւ աշխարհաժողովային կառավարման, եւ հայրենատիրական տնտեսվարման։ Եղավ, շնորհակալություն։ Սա թերևս այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենաառաջնային եւ կարեւորագույն իմաստաբանական, արժեբանական խնդիրն է, որ մենք առաջ ենք քաշում՝ ի տարբերություն ընդհանուր քաղաքական լղոզվածության եւ խիստ մակերեսայնության ու պարզունակության։ Բայց կուզենամ հողումը տամ ձեր ասացից ու շարունակեմ, որ դուք նշեցիք, եթե ներկայիս ապարժեքության քաոսի հեղինակները ապամոնտաժելով կամ լուծերելով 3-րդ հանրապետություն սպանելով իբր ստեղծում են 4-րդ հանրապետություն, որ Արևմտյան Ադրբեջանն է, իսկ մենք ավելի գլոբալ առումով նաև դա բնութագրում ենք որպես բաբելոնյան աշտարակաշինություն, որովհետև դա ի սկզբանե այդպես էլ հենց ներկայացված էր, պրոյեկտված էր մեր իրականության մեջ։ Պետք է ասեմ, որ դուք այո շատ ճիշտ շեշտադրում եք անում, որ արդարապետությունը դա 3-րդ հանրապետության վերաճային կերպափոխություն է, ինչպես մենք ասում ենք, մետամորֆոզային անցումն է։ Ասեմ ավելին, որ եթե 4-րդ հանրապետության ճարտարապետները գնում են
երրորդ հանրապետության հիմք հանդիսացող հռչակագրի վերացմամբ, դրա մերժմամբ, ապա մենք հակառակը գնում ենք այդ հռչակագրի դրույթների զարգացմամբ, կատարելագործմամբ եւ այդ դրույթների հիմքի վրա նոր պետականության արարման խնդրով։ Այսինքն մեզ համար հռչակագրային դրույթները մնում են սկզբնակետ, որը պետք է զարգացնել, որը պետք է կատարելագործել եւ արդիականացնել։ Իրենք քանդեցին, որտեղ իրենց խնդիրը սկսած Արցախից վերջացրած իսկ մենք հակառակ ճանապարհով ենք տանում։ Հիմա սա կարևոր խնդիր։ Հիմա իսկ ինչի է պետք այսպես ասած արդարապետությունը։ Նախ 2-3 մակարդակ ասենք, որից մեկը դուք շեշտեցիք, այդ ինքնամաքրումը, որ այդ ինքնամաքրման արդյունքում ենք հասնելու արդարապետության, բայց երկու կարևոր շեշտադրում, որ երբ որ կա մեծ հզորագույն նախագիծ, համաշխարհային գլոբալ նախագիծ, որը կոչվում է Բաբելոնյան աշտարակաշինություն մեր տարածաշրջանում, ապա այդպիսի հզոր ուժին, այդպիսի հզոր մեծ նախագծին հնարավոր չէ դիմակայել ոչինչ չունենալով։ Որտեվ ինչ պետք է սարքես տեղը, եթե նրանք քանդում են եւ այդ քանդման process-ում ունեն տասնամյակներով նախագծած ճարտարապետություն, ունեն միլիարդավոր դոլարների, այսպես ներդրում այդ գործընթացում, ունեն 5-րդ շարասյան բուծում ամբողջ այս մեր հանրապետությունում եւ այսօր էլ նրանց իշխանության գլուխ կանգնեցնելով, ինչ ունես դու ալտերնատիվ այդ նախագծին, որպեսզի կարողանա համարժեքորեն դիմակայել։ Այսինքն արդարապետությունը որպես ապագայի քաղաքակրթական նախագիծ ոչ միայն հայկական, այլ նաև համամարտկային, համամոլորակային նախագիծ պետք է դրվի սեղան, այսինքն համարժեքության խնդիր պետք է լինի եւ արդարապետությունը այսօր միակ համարժեք, նույնիսկ ավելին նախագիծն է, որ կարող է դրվել ոչ միայն Հայաստանում, կրկնում մոլորակային մասշտաբով է սա նոր քաղաքակրթական նախագիծ։ Որպես նոր քաղաքակրթական նախագիծ ամենօր համեստության խնդիր չլինի, սա Հայկի առաջարկ է, ինչպես Հայկը Բաբելոնյան աշտարակաշինությունը քանդեց, այնպես էլ արդարապետությունը դա Հայկի Բաբելոնյան աշտարակաշինության քանդման պրոյեկտն է։ Դրա համար ենք մենք շեշտում, սա քաղաքակրթական նախագիծ։ Եվ հերթական անգամ, այսպես ասած 4500 տարի անց մենք խնդիր ունենք մեր առաքելությանը տեր կանգնելու եւ հավատարիմ մնալու մեր նախնյաց ուխտին նույնը անելու, այսպես ասած, նոր ժամանակներին համահունչ ձևով։ Հիմա հաջորդ խնդիրը, ինչու է արդարապետությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ։ Ընդհանրապես մարդ անհատն անգամ եւ հասարակություններն անգամ, եթե ունենում են խիստ, այսպես անկումնային իրավիճակ, այսպիսի անկումնային իրավիճակից հաղթահարման միակ երաշխիքը, երբ թեկուզ մեկ անհատականությունը կամ ազգ հավաքականությունը իր առջև դնում է բարձր իդեալ։ Այսինքն իր անկումնային վիճակը հաղթահարելու միակ հնարավորությունը բարձր իդեալ դավանելն է եւ այդ բարձր իդեալով իր մեջ ներուժականություն գտնել, գնալու դրան հաղթահարելու այն վիճակը, որում հայտնվել է։ Այսինքն արդարապետությունը դա ուղղակի պայքար չէ ներիշխանական մակարդակում ընտրություններում հաղթելու, չհաղթելու, այդպիսի խնդիր չի, այն բարձր նշաձող է, որ երբ որ դու այդ իդեալը դնում ես, ապա կարող ես հասարակությանը մոբիլիզացնել եւ տանել այդ բարձր իդեալը կայացնելու ճանապարհով, վեկտորով, ուղղությամբ։ Սա մյուս կարևոր խնդիրը եւ մյուսը, որ դուք արդեն շեշտեցիք, այո, ինքնամաքրումը, որտեղ այդ իդեալին էլ հասնելու, այն իրականացնելու ճանապարհը ինքնամաքրմամբ է գնում։ Ինքնամաքրման մենք ասել ենք, չկա ինքնամաքրում այսօր, չկա այս իրավիճակի հաղթահարում առանց Աստծո, չկա, ինչ ուզում են անեն, անգամ նրանք, ովքեր համարում են, թե 300-400 տարվա այսօրվա հանրապետականակարգությունները, որոնք կառուցված էին այսպես մատերիալիստական, աթեիստական, գիտելիքի գաղափարների, այ աստվածամերժության վրա, իրանց համար թվում է, թե Աստված այսպես գոյություն չունեցող մի բան է, բայց այստեղ մի շատ կարևոր խելոք իմաստություն կա, որ ասում են ոչ թե Աստված չկա, այլ բոլոր նրանք, որ ասում են Աստված չկա, այլ իրենք Աստված չունեն։ Ինչպես որ ընդհանրենք աղքատը, որ ասում է ընդհանրենք փող չկա, այո, ոսկի չկա, միայն նրա համար չի, որ ուղղակի ինքը չունի, բայց դա չի նշանակում, որ ոսկի չկա։ Նույնն էլ բոլոր նրանք, ովքեր մենք որ բարձրացնում ենք Աստծո գաղափարը, եւ այսպես թերահավատության են մոտնում, թե ինչ Աստված է լուսավոր իբր դարում, այս 21-րդ դարում, 3-րդ հազարամյակում Աստծո մասին են խոսում, պետք է ասենք, որ նրանց համար ոչ թե որ Աստված չկա, իրենք Աստված չունեն։ Հետևաբար իրականությունը, ճշմարտությունը կայանում է նրանում, որ 2-300 տարի պետականակարգությունները կառավարեցին եւ այսօր Հայաստանի Հանրապետություն իշխանություն են գրավել Աստված չունեցող մարդիկ։ Իսկ եթե հանգարց մի քիչ էլ խորանանք, կտեսնենք, որ նրանք ոչ միայն Աստված չունեն, այլ ավելի նրանց հոգևոր դավանանքը սատանիստական է։
Հասկանում եք խնդիրը, այո, Բաբելոնի աստարակաշինություն։ Ուղղակի այդ Բաբելոնյան աստարակաշինությունը իր այսպես մենք բնութագրում ենք 300-400 ամյա Օվերտոնի պատուանի կտրվածքով, սկսվեց պարզունակ աստվածամերժությունից, այսօր հանգում է արդեն սատանայապաշտության։ Ուղի բառի ուղղակի իմաստով։ Այսինքն արդարապետությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ բան է այս իրավիճակը հաղթարելու համար։ Հիմա գանք ընդհանրապես ինչ է արդարապետությունը, այն ինչ որ ասում ենք։ Ուրեմն արդարապետությունը պետք է սահմանենք, որ եթե նայում ենք իր արժե իմաստային, արժե բովանդակային եւ արժե կարգային իմաստով, ապա դա այն է, ինչը մենք կառուցում ենք հենց աստվածաճանաչողության, արարչահայեցակարգերի եւ այդ իսկության աստվածապաշտության եւ աստվածասիրության եւ աստվածահավատության վրա։ Այսինքն ի տարբերություն ներկայիս աստվածամերժության եւ սատանիզմի, այսինքն արժեքարքային հիմքում մենք սրա ակունքը տեսնում ենք աստվածային սրբության վեմի վրա, աստվածային ճշմարտության վեմի վրա եւ աստվածային արդարության վրա եւ այդտեղից բխեցնում ենք արդարությունը։ Այստեղ հենց կանգ առնենք ամենակարևոր հատվածի վրա, երբ որ մենք արդարապետությունն ենք ասում, խտացվում են մինչև այժմ մեր ասած բոլոր կաղապարտերը այստեղ։ Երբ որ ասում ենք, որ այս ճգնաժամը էյութենական ճգնաժամ է, էյության ճգնաժամ է, խնդիրը հենց այստեղ է։ Ինչպես են գալիս աստվածաճանաչողության, ինչպես են գալիս աստվածապաշտության այս կաղապարի վրա, դա մարդկային էյության վերաճի մասին ենք մենք խոսում։ Եթե մինչև այժմ գոյություն ուներ եւ պատկերացում, որ այս գիտությունը, այսպես կոչված գիտությունը առաջարկում էր մարդկային էության երկու մակարդակ, բնազդային մակարդակ, կենտրոնական մակարդակ եւ գիտակցական, բանական հոմո սապիենսի մասին, ապա էության ճգնաժամը դա մարդկային էության նոր մակարդակ է գալիս, որը մենք ձևակերպում ենք հոգեվոր էակ։ Ամեն դեպքում ամբողջ աշխարհում չկա այս բանաձևումը եւ կա այդ բանաձևումը մեր մոտ, որ թռիչքը կատարվելու է էության մակարդակում։ Հոգեվոր էակը կարող է կառուցել արդարապետություն։ Շատ հիմնարար խնդիր է, որովհետև նայեք, հանրապետությունները կառուցեցին քաղաքացիները։ Այո։ Արդարապետությունը կարող են կառուցել միայն արդարանկալ, ուզեք քաղաքացի ասեք թե ինչ, բայց արդարանկալները, այսինքն նրանք, իսկ արդարությունը եթե մենք բխեցնում ենք աստվածային ակունքից, նրանք ովքեր իրենց մեջ տեսնում են հենց այդ աստվածային ակունքը, տեսնում են իրենց մեջ այդ աստվածային ներկայությունը, այսինքն իրենք իրենց նույնականացնում են ոչ թե իրենց ֆիզիոլոգիայի հետ, ոչ թե նույնականացում են միայն իրենց գիտակցական մտածողության հետ, այլ ավելի վեր դրանցից առավել վեր նույնն եւ առաջնահերթ նույնականացնում են իրենց հոգեվոր էութենական բովանդակության հետ, որը մենք որպես արարչահայեցակարգ մշակել եւ դնում ենք սեղանի հոգեվոր սրբազան էակի արարչահայեցակարգ անվանման։ Այսինքն սա հիմնարար խնդիր է, որտեղ եմ ասում, եթե ժամանակին հանրապետականակարգությունների հիմքը հանդիսացան սուբյեկտը հանդիսացավ քաղաքացին, ապա այսօրվա սուբյեկտը լինելու է արդարանկալ մարդը, հոգեվոր սրբազան էակի խորքային գիտակցությամբ։ Մի հատ էլ այստեղ կարևոր շեշտադրում, որպեսզի մեր հետևորդները ընկալեն։ Արտարության ընկալման մասին է։ Կենտանական էությամբ, բնազդային էությամբ արտարությունը խիստ անձնական է։ Յուրաքանչյուրն ունի իր արտարությունը, մենք շատ ենք լսել։ Դա սահմանափակվում են շահի մակարդակով։ Շահի մակարդակով։ Գիտակցական մակարդակում, գիտակցական էությամբ, բանական մարդում խոսում են սոցիալական արտարության մասին։ Յուրաքանչյուր հասարակությունում սոցիալական արտարությունը յուրովի է։ Մենք գիտենք սա։ Եվ համընդհանուր արտարությունը դա արարչական արտարությունն է եւ արտարանկալումն է, որը կարող է հոգեվոր էակը։ Ուրեմն բնազդային մակարդակում անատականացված է արտարության անկալումը, որը շահն է, ես ունեմ իմ արտարությունը, դա իմն է։ Գիտակցական մակարդակում սոցիալականացված է, որտեղ տարբեր են եւ իրար հակասող են, եւ միայն մեկ մակարդակ կա, երբ էության թռիչք կա, դրա համար եք մենք ասում, որ հոգեվոր էակը դա մշակութացման առանցքն է։ Սա այդ արարչահայեցակարգն է,
հոգևոր սրբազան էակի գաղափարը, որը մենք տնում ենք։ Այո, հիմա նայեք, այս իմաստով հենց ես որ նշեցի արդարապետությունը որպես արժիմաստ, արժեբովանդակություն եւ արժեքարք, հենց սրա մասին էր խոսքը գնում, որի հիմքում ոչ թե շահն է, որտեղ ժամանակակից աշխարհի հիմքում դրված է անհատական եսապաշտությունից բխող օգտապաշտությունը եւ իր շահ։ Նույնիսկ դեր ասած գիտակցական մակարդակում, որը թվում է թե հա սոցիալական կյանքի խնդիր է դնում կամ նույնիսկ պետության խնդիրը կամ նույնիսկ ազգի խնդիր է դնում, նորից այսօրվա աշխարհը տարաբաժանված է շահերի եւ շահերի բախումների վրա։ Ամբողջ աշխարհն այսօր այդպես կառուցված։ Մենք բերում ենք այդ, որ ասում ենք արժեքարքային հիմքը, որ շահից վեր գոյություն ունի արժեհամակարգ, արժեքարք եւ այդ արժեքարքի հիմքի վրա պետք է նոր վերաֆորմատավորեն եւ նոր դրսևորումներ ունենան շահերը, որովհետեւ նրանք վերածվում են արժեշահության, ավելին վերածվում են արժեբարեշահության, իսկ ավելի բարձր մակարդակում արժեբարեշնորհության։ Իհարկե մի քիչ հիմա շատ չստանդարտներում ասենք հաջորդ մակարդակին։ Իսկ որն է հաջորդ մակարդակը արդարապետության արդեն ընկալման, արդարապետությունը եթե նշանակ ներկայացեցինք արժեքարքային բովանդակությամբ հոգևոր սրբազան էակով, ապա քաղաքական իմաստի, քաղաքական բովանդակության եւ քաղաքական կարգի իմաստով մենք պետք է ասենք, որ արդարապետությունը ոչ թե հանրապետականակարգություն է, այլ ազգապետություն է կամ բազմազգ ժողովուրդների համար ժողովրդապետություն է։ Ինչ է սա նշանակում եւ որն է հանրապետության տարբերությունը մեր ասած ազգապետության։ Նայեք, ուրեմն հանրապետության կարևորագույն 2-3 շեշտադրում անեն տարբերությունների։ Ուրեմն ի տարբերություն հանրապետությունների, որոնց սեփականության, արդեն խոսում եմ տնտեսական, ինչի մասին դուք եք ասում, որպես նյութական, այսպես ասած, սուբստանցի, հանրապետությունների հիմքում եղել է սեփականության հիմնականում երկու ձև։ Մեկը մասնավոր սեփականության հիմքի վրա կապիտալիստական հասարակությունն է ձևավորվել, որում ապրում ենք, եւ սրանից մի 30-40 տարի առաջ, որ մենք ապրում ենք 70 տարվա կտրվածքով, պետական սեփականության վրա, որտեղ բացառված էր մասնավոր սեփականությունը։ Բայց պետական սեփականությունն էլ պատկանում էր իբր բոլորին, բայց չանատականացված, չանձնավորված, անդեմ էր այն, եւ որը ոչ չէր պատկանում, բոլորին պատկանելով ոչ մեկին չէր պատկանում։ Մենք առաջարկում ենք հայրենատիրական կամ այս գաղափարի, այսպես իրավաբանական, փիլիսոփայական հայր հանդիսացող մեր հայրենակից Վլադիկ Սմբատի Ներսիսյանցը տվել է քաղաքացիական սեփականություն հասկացողությունը, այս ամեն ինչը ձևակերպելով որպես ցիվիլիզմ, հա, նոր հասարակարգի անունը տալով ցիվիլիզմ։ Մենք այն բերում ենք շատ ավելի մեկ այլ բարձր մակարդակ, այդ արդարապետական համակարգին եւ ասում ենք, որ սրա հիմքում, այո, ինչպես Վլադիկ Ներսիսյանցն էր նշում, արդեն մեր ձևակերպման պեր այդ քաղաքացիական սեփականությունը մենք ձևակերպում ենք որպես հայրենատիրական սեփականություն, որտեղ բոլորի սեփականությունը բաժանված է յուրաքանչյուրին անձնապես, հավասարապես, անոտարելի իրավունքով։ Եվ սա այդ ազգապետության կարևոր հիմքն է, որ ազգային հարստությունը պատկանում է հավասարաչափ բոլորիս, բոլորս պատասխանատվություն են կրում սրա հանդեպ եւ բոլորիս աշխատանքի արդյունքում բազմապատվող համընդհանուր բարիքը նորից բաժանվում է բոլորիս մեջ հավասարապես։ Սա կարևոր փիլիսոփայական եւ արժեբանական եւ այսպես ասած հանդութաստեղծ մոտեցում է, որը փոխելու է ամբողջ հանրային կյանքի կառուցվածքը, ինչու, որովհետեւ նայեք, հանրապետության պարագայում, երբ որ այս բաժանումը չկա, բոլորս գնում ենք այո շահով։ Մասնավոր սեփականության խնդիրն է, որքան ինձ շահը շատ, այնքան ինձ համար լավ։ Եվ այդ շահին հասնելու դեպքում, երբ որ առավել եւս պետության մեջ չկան որոշակի զսպող մեխանիզմներ, ինչպես ասում են, օգտապաշտության ոսկե բանաձևը, որ նպատակը արդարացնում է միջոցները։ Եթե իմ նպատակն ավելի շատ շահ ստանալն է, ուրեմն այս բոլոր միջոցների պետք է դիմեմ ձեզ խաբելու, ձեզ մոլորեցնելու համար, իմ շահը շատացնելու համար։ Բայց արդեն մեր ասած ազգապետական մակարդակում խնդիրը, երբ որ հարստությունը պատկանում է ազգին, ազգաբնակչություն հավասարապես, խնդիրը ոչ թե շահի մեջ է, այլ նոր արժեքի, որը կոչում ենք բարիք, այսինքն բարիք ստեղծելու մեջ է, համընդհանուր բարիք ստեղծելու մեջ է, ինչպես ասացինք արդեն ինքը որպես արժեբարեշահություն կամ արժեբարեշնորհություն։ Այսինքն խնդիրը շահի մակարդակից գալիս է արժեքին, արժեքը բերում է համընդհանուր բարիքի գիտակցության, որտեղ բոլորիս ջանքը միտվում է այստեղ այդ բարիքը շատացնելու եւ այս բարիքի խնդիրը արդեն դառնում է համընդհանուր ազգային երջանկությունը։
Սա ամենակարևոր շեշտադրումն է, որ ոչ թե երջանկությունը կառուցվում է մեր անհատական երջանկության, այսպես ասած, եսասիրության վրա, էգոիզմի վրա, այլ ազգային համընդհանուր երջանկության վրա։ Սա է հիմնական տարբերություններից մեկը արդեն տնտեսակարգային ֆորմացիոն առումով։ Քանի որ աստիճանաբար պետք է ամփոփենք, ուղղակի շեշտադրումները տանք, որպեսզի մեր հետևորդները գիտենան։ Ինչու ենք ասում քաղաքակրթական նախագիծ համազոր, որովհետև եթե ասում ենք հոգևոր էակ, իրենք ունեն իրենց պրոյեկտը, որը տանում են։ Դա իրենց տրանս մարդն է, հետ մարդու կաղապարն է, որի այլընտրանքը հոմոթեուսի այլընտրանքն եք մենք տալիս հոգևոր էակը։ Երբ որ ասում ենք նոր տնտեսակարգ, արժեքարկության վրա գալիս է, իրենք գիտեն, որ այլևս նյութական արդյունքի բաշխում չկա։ Նյութական արդյունքը այսօր վիրտուալ է տեղափոխվել եւ չկա այդ կապիտալի կուտակումը, նյութական կապիտալի կուտակումը, փոխվելու է կարգը։ Իրենք տանում են ինկլյուզիվ կապիտալիզմ։ Եվ վերջինը կառավարման համակարգը, երբ որ իրենք տանում են համընդանուր պետությունների գործառույթների վերացման, մեծ ընդհանուր համակարգ ձևավորելու, մենք տնում ենք աշխարհաժողովային կառավարման համակարգը։ Սա հատուկ, որի մասին առանձին հաղորդում եք նվիրելու, որտեղ հստակ բանաձև գոյություն ունի։ Պարտականություն, վաստակ, իրավունք։ Համընդանուր այս իրավունքի կաղապարում, երբ իրավունքը բերեց հանգեցրեց սանձարձակության ու անարժեքության, մենք բերում ենք կարևոր բանաձևումը, պարտականություն, վաստակ, իրավունք։ Երբ ինչ որ ասում ենք, մեր հետևորդները թող իմանան, սա մեր ազգային կենսընթացի մեջ ունեցած սաղմերի արդիականացումն է։ Դրա համար եւ աշխարհաժողովային մոդելն է եղել, եւ հայրենատիրական տնտեսակարգն է եղել, եւ համընդանուր այդ ընկալումն է եղել։ Դրա համար մենք բանաձևում ենք մեր քաղաքակրթական հիմքով վերադարձ ապագա։ Այո, այս առումով, այո, եթե մենք խոսում ենք, որ ընդհանուր հասարակական կյանքի 3 սուբստանցիաները, այսպես ասած, տնտեսություն, կառավարում եւ մշակութայնացում, ապա այո, չենք կարող չանդրադառնալ մեր ասած արդարապետությանը որպես ազգապետական համակարգ՝ ի տարբերություն ներկայիս հանրապետությունների կառավարման մոդելի։ Սա խորքային կարևոր բան է, որ կուզենամ շեշտադրեմ, հետագայի մի առանձին հաղորդում աշխարհաժողովին նվիրելով։ Նայեք, ներկայիս հանրապետականակարգությունները, որոնք իբր ժողովրդավարության, արևմտյան ժողովրդավարության հիմքի վրա են, այո, նրանք ներկայացչական կառավարման համակարգ են, որը դրական մոտեցում է, բայց խորքի մեջ ունի մի մեծ թերություն։ Այն պահից եւ ժողովուրդը մասնակցում է ընտրության եւ ձևավորվում է այսպես ասած պետական մարմինը, նա հենց այդ պահից այո օտարվում է, խզում է տեղի ունենում եւ այդ խզումը սկսում է ժամանակի ընթացքում ավելի խորանալ եւ այստեղ հենց նույն հանրապետականակարգությունները ունեն շատ հստակ եւ շատ տիպիկ բնութագրություն, որ պետությունը բռնության գործիք է եւ հարկադրանքի գործիք է, որովհետեւ ինքը հաջորդ պահին իր իսկ ընտրողի հանդեպ դառնում է հարկադրանքի պարտադրանքի գործիք, որպեսզի կարողանա որպես պետական համակարգ կառավարել։ Մեր ասած աշխարհաժողովային մոդելի մեջ, ազգապետական համակարգի մեջ ազգը ինքն է որպես մեկ ամբողջական կառավարման համակարգի տերն ու տնօրենը, որտեղ այդ արհեստական խզումը տեղի չի ունենում, որովհետև հասարակական կյանքի կառավարը մասնակցում են ոչ թե ինչ-որ այսպես մակաբուծային կուսակցական համակարգեր, այլ ամբողջ հասարակական կառույցը ներկայացնող մասնագիտական խմբերը եւ տարածքային խմբերը ներառյալ, որոնք կարողանում են ձևավորել այդ աշխարհաժողովային մոդելը եւ այդ խզվածքը այլևս գոյություն չունի, ավելին արդեն ընտանեկան ինչու են դնում նաև այդ արդարության գաղափարը, որտեղ ասում ենք արդարությունն ինքը հարաբերություն է եւ հարաբերությունների ներքին տրամաբանությունն ու օրենքն է։ Իսկ հարաբերությունները արդարության հիմքով հնարավոր են մի հատ ընտանեկան գիտակցության սկզբունքի վրա։ Իսկ մեր ասած աշխարհաժողովային մոդելը, որը հանրային կյանքի ամբողջ կառուցվածքի ներկայացուցչական մարմինը ինքը առավելագույնս ապահովելու է այդ ներքին հասարակական համերաշխությունը եւ ընտանեկան հարաբերությունների արդարության հիմքով ներդաշնակությունը, որտեղ է վստահությունը, որովհետև ընտանեկան այդ գաղափարը դա առողջաստեղծության հիմքն է, առողջաստեղծության ընդհանուր մատրիցան է, դրա համար մեզ մոտ կա այդ համոզմունքը։ Թերևս այսքանը եւ նորից ենք ձևակերպում, որ այսօր հայկի կողմից Բաբելոնյան աշտարակական շինության այլընտրանք քաղաքակրթական նախագիծ է ներկայացվում եւ դա արտարապետությունն է։
ավելորդ ոչ թե մենք սա բարձրանում ենք, որ ամբողջ աշխարհի մասշտաբով նոր բան եք առաջարկում։ Սա պարտականություն է, այն առաքելության գիտակցությունն է, որը մեր ազգը պետք է ունենա։ Եվ ինչպես միշտ մենք ձևակերպում ենք մեր հաղորդման վերջում, եթե կա այդ գիտակցումը, ուրեմն կհաղթի հայը, Արդար հայը, քանզի ապագան արդարապետությունն է։ Քանզի ապագան արդարապետությունն է։ Թերևս այսքանը մենք հաջորդ հաղորդման ժամանակ կփորձենք շերտերը ավելի բացել, որպիսի հասարակության գոնե առողջ բջիջները կարողանան վերցնել եւ այն օրենքի համապատասխան դառնա հասարակական ընդհանուր շարժում։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդիվ։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը Արդար Հայեմի եթերում։ Շուտով։